Ինձ հաճախակի գրում են, թե ինչի չես խոսում պատմությունից, քո ելույթները չես սկսում պատմական նախադեպերից, ինչ ասեմ, նախ օրվա թեմային առնչվող նախադեպ պիտի լինի համահունչ և շատ դեպքերում նման նախադեպեր գտնելը դժվար է, թեպետ նրանք կան, բայց կփորձեմ այսօրվանից այդ բասը լրացնել, միշտ այս մեր խայտառակ իրականության մասին խոսելիս միշտ կարելի է սկսել և վերջացնել պատմության մեջ նման խայտառակություններ հայտնաբերելով։ Մանավանդ, որ պատմությունը չափազանց հետաքրքիր և ուսուցանող բան է։ Պատմության ամենալավ գիտակներից մեկը, ըստ իս, մեծ գերմանացի փիլիսոփա Հեգելը իր պատմության փիլիսոփայությունը գրքում գրում էր, որ դեպքը պատմական իրադարձությունը օբյեկտիվ իրականություն դառնալու համար պետք է կրկնվի 2 անգամ։ Նորից ասեմ, եթե մի բան դառնալու է օբյեկտիվ անդառնալի իրականություն, նա պետք է կրկնվի 2 անգամ և օրինակ է բերում Նապոլեոնից, որը 2 անգամ հեռացվեց, 2 անգամ գահանքից արվեց, մի անգամ նրան հեռացրին, նա տեղափոխեցին ինչ-որ Էլբա կղզի, որտեղից նա շատ արագ վերադարձավ, 100 օրով իշխանությունը վերցրեց Փարիզում, բայց երկրորդ նրա տապալումը արդեն անդառնալի էր, դա արդեն դարձավ օբյեկտիվ իրականություն։ 2020-ի մեր խայտառակ պատերազմից հետո ես այս մասին գրել էի։ Ես ինչ էի գրել։ Հղում կատարելով Հեգելին, գրել էի, որ Հայաստանը այլևս վերջացավ։ 1920-ի ողբերգությունը մենք համարում ենք պատահականություն, դե դաշնակներն անփորձ էին, անգլիացիները ստոր էին, այս կողմեն կողմ խաբեցին, պատերազմի մեջ քաշեցին, երկիրը տուժեց, բոլշևիկներ եկան, մի կերպ փրկեցին, ահագին տարածքներ հետ բերեցին, ինչևէ պատահականություն էր, բայց երբ նույն բանը ուղիղ 100 տարի անց կրկնվում է, նույն անգլոսաքսերի պրոյեկտով, նույն հայ արևմտականների ձեռամբ, սա արդեն պատահականություն չէ, սա արդեն կարելի ասել, որ Հայաստանը անդառնալի վերացավ 2020-ին։ Ես այս մասին գրել էի և երջանկահիշատակ Արտաշես Գեղամյանը ինձ զանգեց, թե այ ախպեր, ես ինչ վատ բան ես գրել։ Ասում եմ, այ մամիկոնի ջան, ես չեմ գրել, Հեգելն է ասում, ես ուղղակի նրա ասածը իմաստավորում եմ մեր հայկական իրականության մեջ, ասում է, սարսափելի ծանր է կարդալ, պատկերացնել, որ իրոք այն օրերն ենք ասել։ Դե ես ինչ անեմ, ամենահանջարել մարդկանցից մեկը, երբևէ ես երկրագնդի վրա ապրած, ասում է, եթե նույն բանը կրկնվում է երկրորդ անգամ, ուրեմն դա վերջն է։ Առաջին անգամը միշտ կարելի է պատահականության վերագրել, երկրորդը արդեն ոչ։ Բայց մեկ այլ հետաքրքիր անալոգիա կա, կոնկրետ մեր պատմության հետ կապված, օրինակ տեսեք, 1918-1920 թվականներին անգլիացի գրեթե տիրացել էին ողջ հարավային Կովկասին, Անդրկովկասին։ Գերմանացիներին Վրաստանից քշելուց հետո, թե Ադրբեջանում, թե Վրաստանում, թե Հայաստանում նրանք էին տեր ու տիրակալը, նրանք էին հայերեն ասած զրուլի տանում ամեն ինչը։ Ռուսները աստիճանաբար դրանց քշեցին ստեղից։ Անգլիացի կասին, դե պատահականություն է, ռուսները հիմա այն ժամանակ մենք էինք երևի թույլ, ռուսները ավելի խելոք էին, հետո ինչևէ պատշաճ կամք դրսևորեցինք, մենք պարտվեցինք Կովկասից հեռացանք, բայց երկրորդ անգամը մեզ մոտ կստացվի։
Փաստը է նա, որ այսօր անգլոսաքսերը նույնպես տիրում են 3 անդրկովկասյան հանրապետություններում, որոշ վերապահումներով նաև Վրաստանում, որովհետև Վրաստանը մեր մասած իրան է տալիս արևմուտքից։ Դեռ ոչ այդքան բանը բացերի, բայց իրոք Վրաստանը փոխում է իր ներքին եւ արտաքին քաղաքական վեկտորները։ Անգլոսաքսերը բացարձակ իշխանություն ունեն Հայաստանում, այս գործող այս քաղաքացիական պայմանագիր խայտարակությունը դա ընդամենը նրանց ֆիլիալներից մեկն է, բացարձակ իշխանություն ունեն Ադրբեջանում, Ադրբեջանը կարելի է համարել մի վեցի բոստան, ուղղակի բոստան, եւ ի տարբերություն Հայաստանի նաև լուրջ տնտեսական դիրքեր ունեն Ադրբեջանում, եւ կարելի է ըստ Հեգելի, քանի որ սա երկրորդ անգամ է կրկնվում, կարելի է համարել, որ սա վերջն է արդեն Անդրկովկասի, բայց մեկ այլ կերպ կարելի է այս իրավիճակը դիտարկել, օրինակ ռուսները մի անգամ քշեցին անգլոսաքսերին այս տարածաշրջանից, մի անգամ եկը քշեն եւ դա կլինի արդեն վերջնական, էլ անգլիասու, ամերիկասու ոչ այս տարածաշրջանում չի լինի, փառք Աստծո, այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը վերադարձնում է իրեն հարավային Կովկասը, ոնց է վերադարձնում է սովորական, վրացի կամավորը վերադառնում, նրանք ամեն ինչ հասկացան, ինչքան պատժվել պետք էր պատժվեցին, Ադրբեջանը կամավոր չի վերադառնում, կամավոր դարձի չի գալիս, նշանակում է Ադրբեջանը ինքն իրեն դնում է լուսարման եզրին, դա շատ լավ է մեզ համար, դե իսկ Հայաստանի լակոտակրատիայի հարցը ռուսները կլուծեն Սամվել Կարապետյանի ձեռամբ եւ չկա որևէ շանս, որևէ հնարավորություն, որ դա չիրականանա, որովհետև այս նոր Հայաստանի ժողով վարչապետը արդեն սպառնալիք է դարձել Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը։ Իսկ ինչով է սպառնում, նա սպառնում է Թուրանով, այդ Թրամփի թրիպով, նա սպառնում է Եվրամիության անդամակցությամբ, իսկ Եվրամիությունը դա ՆԱՏՕ-ից վտանգավոր կառույց է արդեն, դառնում է ռազմաքաղաքական կառույց, տնտեսական բաղադրիչը մնում է խորանցյալում։ Ինչևէ, սպառնում է անգամ էկոլոգիայով, իր ամերիկյան մոդուլներ են բերում, սպառնում է ամերիկյան բիոլաբորատորիաներով, որոնք դե գիտենք, որ բակտերիաների, վիրուսների համար պետական սահմանգոյություն չունի, նրանք առանց վիզա հաճախում են ամեն օր, կարող են գնալ աշխարհ, ինչևէ։ Այսինքն լուրջ սպառնալիք է, հետևաբար սպառնալիքը Պուտինը չի կարող անտեսել եւ վերջը կտա սրա։ Հայաստանի դարձի բերել ընդամենը իշխանափոխությունն է, որը ինձ թվում է շատ շուտով տեղի կունենա։ Եվ սա արդեն կլինի Հեգելի ասած երկրորդ անգամը, երբ անգլիացի ռադերը կքաշեն, անգլոսաքսերը կհեռանան այստեղից, եւ դա արդեն կդառնա վերջնական օբյեկտիվ պատմական իրականություն։ Ափսոս Գեղամյանը չկա այս օրը տեսներ սրանց, եւ մենք նրա այդ նորից կզրուցեինք, կանադառնայինք Հեգելի հետ հանճարեղ գաղափարին եւ հուսով եմ կհամոզվեինք, որ իրոք անգլիացիների երկրորդ անգամն է Երևան գալիս, ոչ թե Հայաստանի վերջը։ Ինչևէ, այդ գիրքը Հեգելի, խորհուրդ եմ տալիս բոլորը կարդան, դա շատ հեշտ է գրված, այսինքն գիտական աշխատություն չէ։ Հեգելի գիտական աշխատություններ, ինչպես եւ կանտինական բոլորինը, հնարավոր չէ կարդալ, դա պետք է նստել սովորել։ Իսկ սա իր դասախոսությունների իր լեկցիաների կուրսն է, ուսանողներ են արտագրել, ինքը խոսում է շատ մատչելի, շատ տպավորիչ, առանց ավելորդ տերմինոլոգիայի օգտագործման։ Դասախոսություններ են երիտասարդների համար եւ պահպանվել են շնորհիվ ուսանողների ձեռագրերի չափազանց հետաքրքիր է եւ բոլոր մտքերը արտահայտված են չափազանց
մատչելի եւ շատ ուսանելի է, ինչեւ է։ Կա հիանալի թարգմանություն դեռ Ստալինյան ժամանակներից, հետաքրքիր բան է։ Գիբանք սովորեցնի, սովորել ցանկացող մարդու։ Այժմ դառնանք այսօրվա պատմական անագորիային։ Ուրեմն մի 20 քանի տարի առաջ, թեպետ հիմա էլ, Հայաստանում գործում էր շատ ուժեղ դեմոկրատական թերթ, հայկական ժամանակ, որը ղեկավարում էր այսօրվա ժողովարդապետը Փաշինյան Նիկոլը։ Նրա մոտ աշխատում էր մի շատ գելուգազան լրագրող, էլի դեմոկրատ, շատ ինտելեկտուալ, արևմտական, Հովակիմյան Վահագ էր դրա անունը։ Դա էլ այսօր գլխավորում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսինքն Վան Գոգի կամ Ռեմբրանդտի գործի ինքն է անելու նկարչությունը։ Ուրեմն մի օր Նիկոլը ասեմ Ալեքսանյան Վահագի այն թյուրիմացությունն է, որ նա Երազորաբյանն ասում է հայկական ժամանակի խմբագրությունում դրանական պերաշկու չէին ուղարկում, որովհետև կարող է ճամփին ուտեր, կամ կորսներ, կամ իշորին բանաները խոսք այս թյուրիմացիան մասին է, որը այսօր գլխավորում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ուրեմն մի օր սա հոդված է գրում, այս Վահագը։ Միխայիլ Սաակաշվիլին հանդիպել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Ջեյմսոն Բեյքերոմի հետ։ Դե Նիկոլը քանի որ շատ գրագետ էր, անասարան ասում է, թե այ անասում ես ինչ ես գրել։ Ջեյմսոն Բեյքերոմնովը, ասում է Նիկոլ ջան, նա գրված է, սկզբն աղբյուրը, Սаакашвили встретился с экс-госсекретарем США Ջեյմսոն Բեյքերոն։ Դե սա է կարծելա, որ Ջեյմս Բեյքերի անունը Ջեյմսոն Բեյքերոմ է, հոդված է գրել, այդ հոդվածը տպագրվել է կա ազգային գրադարանում պահպանված, դե կայքից երևի հեռացրած կլինեն։ Հիմա այս թյուրիմացությանը այսօր վստահվել է համազգային ընտրություն կազմակերպել։ Հիմա դուք պատկերացրեք սա ինչ է անելու։ Ամսի 8-ին սրանից բոլոր գրությունները սպասեք։ Օրինակ նա կարող է ասել, թե պետ ուժեղ Հայաստանը ավելի շատ ձայն է հավաքի կամ Հայաստան դաշինքը, բայց միևնույն է մենք ենք հաղթել, որովհետև մեր կոմպյուտերը տենց ասում, որովհետև մեր կոմպյուտերը արևմուտքում հավաքած, որովհետև ճիշտ արևմտյան հավաքած բանը ծրագրով աշխատող կոմպյուտերն է, այստեղ հայերը մի քիչ սխալվել են, մենք պետք է ձայները սենց հաշվենք, այս մեր ոնց Ուրսուլան ասեց, Ուրսուլանը եկակրած արդեն շնորհավորել է ժողովարդապետին, իսկ Ուրսուլան չի կարող սխալ մարդու շնորհավորել, որովհետև Ուրսուլան ամենադեմոկրատական Եվրամիության բանն է, ինչա ղեկավարն է, շատ ազնիվ է, շատ դեմոկրատուհի է եւ այսպես բաներ։ Ամեն ինչ սպասեք ամսի 8-ին սրանից։ Հիշեք, որ Հովակիմյան Վահագը դա է դեկեներատն է, որը հոդված է գրել Սաակաշվիլիի եւ Ջեյմսոն Բեյքերոմի հետ հանդիպման մասին։ Ինչ ավեմ, ընտրությունները քվեարկությանը մնացել է 5 օր, քարոզի համար ավելի քիչ, 4 օր, եւ ամսի 8-ի լուսաբացին շատ բան կպարզվի, ընդդիմությանը պետք է շատ զգոլ լինել պատրաստ սրանց ամեն ինչի, որովհետև սրանցից չկա լեկտիություն, չկա ստորություն, չկա անբարոյականություն, որը սրանք չանեն եւ պարզապես չեն կարող չանել, որովհետև սրանց համար կյանքի մայի հարց է, առանց իշխանության Հայաստանում ապրելը։ Իշխանությունից սրանք զրկվեցին Հայաստանում ուղղակի կապրեն, բայց գերեզմանում։ Եվ երկրորդը սա Հայաստանի իշխանափոխությունը դա կատաստրոֆիկ հարված է Միացյալ Նահանգների համար։ Հիշենք, որ
Թրամփը եկած օրվանից պատժվում է միջազգային ասպարեզում, նա պարտվեց այս առևտրային պատերազմում Չինաստանի եւ գրեթե ողջ աշխարհի հետ, Չինաստան-Հնդկաստան յուրահատուկ ձևով պարտվեց, Ուկրաինայում պարտվում է, մի հատ փոքր հաջողություն է ունեցել, Մադուրոյի գողության մասին է խոսքը, փորձեց մի հատ էլ ռևանշ վերցնել Պուտինի հանդեպ ու էլի խիարը թարս դուրսնեց, Իրանում հիմա գնացել է, կրակնանգել, չգիտի ոնց դուրս գա, խայտարակվել է, Թրամփին մի բան է մնացել, որ Պուտինը դրա գլխին բերի, դա շատ փոքր պատերազմն է, որը Պուտինի լավ ընկեր եւ նաեւ Սիի լավ ընկեր կիմը կարող է անել։ Ուղղակի մի թեթև դնի ու բանը վերևից թրաշի Սեուլ քաղաքը։ Ասեմ, որ նրանց ռազմական դոկտրինում Սեուլը 10 մետրանոց քաղաք դարձնելը դա 2 շաբաթվա գործ է հյուսիսկորեական հրետանու համար։ 2 շաբաթ եւ Սեուլում 10 մետրից բարձր շինություն չի մնա։ Այսինքն էդ էլ որ Պուտինը եւ Չինաստանի նախագահը բերեցին Թրամփի գլխին, նրա կինոնքը վերջանա։ Դե հիմա պատկերացրեք որքան կարևոր է Թրամփի ամրապնդվելը, Թրամփի պրոյեկտների իրագործումը Հայաստանում եւ պատկերացրեք թե ինչ էներգիա, ինչ ռեսուրսներ կգործարկի Մելանիկի մարզը, որ Հայաստանը ձեռիք չգնա, որ գոնե Պուտինի դեմ ինչ-որ մի բան ունենա խոսելու, դնելու։ Այսօր շատ զգոն պետք է լինել, ամեն զայնյանը պետք է պայքարել եւ իհարկե այս ընտրակերծարարություններից, այս գժություններից հետո իհարկե պետք է արդեն Մայդան հավաքել եւ սրան ռադանել Մայդանով, այսինքն այն եղանակով ինչպես ինքն եկավ։ Իսկ մինչ այդ կամպանիան շարունակվում է, Փաշինյան Նիկոլի թիմակիցները արդեն, ինչ ասեմ, գժության բոլոր բաց տեղերը լրացրել են, այդ բաց տեղ չեն թողել, ասենք պարոն Գրոտան, որը իբր դրանց միջի նորմալ մարդն է, որովհետև բիզնեսմեն է, մեծ փողատեր է, իսկ փողը պրագմատիզմով են աշխատում, գժությամբ չեն աշխատում, ասում է, թե մեզ ավելի էժան, ռուսականից էժան գազ տվող կա, բայց հələ չեմասիով շուտով կբերենք։ Լավ սենց բան, նորմալ մարդը, հələ թողնենք ասողի անձմիկում նորմալ մարդում կարելի ասենց բան ասել։ Դուք պատկերացնում եք սրանք հայերին ինչքան են էշի տեղ դրել կամ ինչ էշի տեղ են դրել, որ արդեն տես բաներ են ասում։ Ռուսականից էժան գազ կա աշխարհում, որ իրանք շուտով բերելու են։ Դե բերեք այդ տղա, բերեք պրսնանք էլի, բերեք, դուրս եկեք ձեր ԵԱՏՄ-ից, էլ ոչ Պուտինի ներվերի հետ խաղացեք, էլ ոչ բան արեք։ Սրանք մի բան չեն հասկանում, որ Հայաստանին պատժելու համար Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս դնելու համար ընդհանրապես պետք չի եւ ընդհանրապես կարիքը չկա ինչ-որ թղթեր ստորագրել, նոր պայմանագրեր, Հայաստանը մտավ, Հայաստանը ռուսիկա, ոչ, Ռոսելնազորը ամեն ինչ անում է, ծաղիկներից սկսեց, գործը հարցրեց Ծիրանին, եւ աղը Գազպրոմն է ասի, թե ապրեջան, ձեր եվրոպացի ընկերների պատճառով մենք էլ փող չունենք, են կարող ձեզ էժան գազ տալ, դուք էլի ԵԱՏՄ-ում մնացեք։ Սովորի գերմանացի ձեր ընկերների չափ վճարեք գազի դիմաց։ Այսինքն հեչ պարտադիր չէ, սա որ աֆերություն է անում, իր արևին ժուլիկություն է անում, թե դե հələ դուրս չեմ գա, հələ բանի վաղտը չի, Պուտինն էլ ասե, թե դե հələ ժողովուրդը կորոշի, հələ բան անենք, երբ Եվրոպա դիմեցինք, Եվրամիություն անդամակցության հայտ ներկայացրինք, այդ դեպքում հանրաքվե կանենք, ով է քեզ սպասող այդ բանը։ Այդ քո ամեն ինչը առավոտյան ծիծաղ է առաջացնում լուր մարդկանց մոտ։ Մի արա հանրաքվե, մի դուրս արի ԵԱՏՄ-ից, մնա հավատարիմ անդամ, բայց Ռոսելնազոր կա աշխարհում, Գազպրոմ կա, որոնք իրենց գործը կանեն։ Հետո կմնա Գրձոյի հույսին, որ ռուսականից էժան գազ ձեզ բերի։ Ինչևէ, առայժմ այսքանը, շարունակեք հիանալ Ջեյմսոն Բեյքերոմի հանդիպումով նախկին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլի հետ, իմացեք թե ում հետ գործ կունենաք, ինչ դեգեներատի հետ գործ կունենաք անսի 8-ին,
եւ հետ չզարմանաք, որ նա սկսի օրը 24 ժամ on-line ռեժիմով գրություններ արտաբերել։ Մի զարմացեք, հիշեք, որ այդ մարդը Ջեյմսոն Բեյքերում քաղաքագիտական եզրույթի հեղինակն է։ Լավ մնացեք, շատ շուտով կհանդիպենք, բաժանորդագրվեք իմ YouTube-յան եւ Telegram-յան ալիքներին։ Առայժմ